Հիմա մեկ այլ արկածախնդրության մեջ ենք մտնում։ Ակնհայտ, բացահայտ, փչացնում ենք հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ ընդհանրապես այդ ԵԱՏՄ-ի հետ։ Հիմա ամեն մեկը նայեք ձեր շրջապատում, թե քանի հոգի են իրենց ընտանիքի բարեկեցությունը ապահովում Ռուսաստանի հետ հարաբերությունների շնորհիվ։ Ձեր օրինակ Մարտունուց քանի մարդ է աշխատում Ռուսաստանում։ Շատ, ճիշտ է։ Հիմա ինչ հետևանքներ եք ունենալու դուք, ինչ հետևանք լինելու ձեզ համար, եթե այդ հարաբերությունները փչացնեն եւ վերջապես համբերությունը, ասենց համբերության բաժակը լցնի եւ Ռուսաստանը ընդունի կտրուկ որոշումներ։ Ինչ եք անելու։ Ուրեմն այդ ամենը կանխելու կա մեկ ճանապարհ, հունիսի 7։ Նայեք, որովհետև սա իսկապես Ռուսաստանը մեծ երկիր է, շատ համբերատար, բայց մի գիծ կա, այդ գիծը որ անցնում են, այլևս չի ներում։ Եվ օրինակները բազմաթիվ են։ Ուրեմն մեր քաղաքականությունը, իմ մոտեցումը, դաշինքի մոտեցումը հետևյալն է։ Մի սրի արհեստականորեն հարաբերությունները հզոր պետությունների հետ, աշխարհաքաղաքական կենտրոնների հետ, մի խցկվի դրանց հակասությունների մեջ, ջարդվելու ես, բան չէ շայելու, ժողովուրդն է ջարդվելու եւ եւս որ երրորդ անգամ ժողովուրդը գինն է տալու առաջնորդի սխալների համար։ Ես տեսնում եմ այս խնդիրը եւ տեսնում եմ, որ ժամանակ շատ չունենք այս հարցին ստապ մոտենալու համար։ Ուրեմն, ժողովուրդ ջան, եւս մեկ անգամ միասին կարող ենք, թե չենք կարող։ Ուրեմն միասին։ Շնորհակալություն։